Սիրելի եղբայր եւ քույր, ես Վաղինակն եմ Մակվեցյան, որ ծառայում եմ կյանքի խոզ եկեղեցում։ Այսօր Կայարանի եկեղեցում կիսվեցինք Աստծո խոսքով Հռոմեացիս 8-րդ գլխի առաջի խոսքից, որտեղ առաքյալը խոսում է, որ չկա դատապարտություն նրանց համար, ովքեր որ վարվում են հոգով, ոչ թե մարմնով։ Խոսեցինք նրա մասին, թե ինչ է մարմնով վարվելը եւ նաեւ նրա մասին, թե որն է հոգով վարվելը եւ խոսեցինք, թե ինչն է Քրիստոսի մեջ բնակվելը։ Ու շատ կարեւոր բաների մասին էինք խոսում ու այն բաները, որ այսօր մենք լսեցինք եւ սովորեցինք, հույսով եմ եւ հավատում եմ, որ այն մարդկանց կյանքում, ովքեր որ լսեցին, դրական ազդեցություն կունենա։ Ողջևորում եմ քեզ, հորդորում եմ քեզ, որ դու էլ գնաս, կարդաս եւ մտածես եւ տեսնես, թե ինչ է Աստված ասում մեզ Հռոմեացիս 8-րդ գլխի առաջին խոսքից, որ ոչ միայն կարդանք, ոչ միայն լսենք, այլ նաեւ կատարենք այն ինչ որ կարդացինք եւ Աստծո հոգին կառաջնորդի մեզ մեր կյանքի բոլոր օրերում։ Աստված օրհնի քեզ, իմացի, որ դու մենակ չես, Աստված քո հետ է եւ հավատում ենք, որ այն ինչ որ դու անում ես եւ ծնված է Աստծուց, կապրի հավիտյան։ Աստված օրհնի քեզ։ Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն այս հնարավորության համար, որ ունեմ կիսվելու Աստծո խոսքով իր ժողովրդի հետ։ Եվ Աստծո ժողովուրդը ունի կարիքը ամեն ժամանակ սովորելու։ Հին ուխտում էլ կային մարգարեներ, քահանաներ, հիմա նոր ուխտնա եւ կան նաեւ մարգարեներ, եւ կան վարդապետներ, հովիվներ, ուսուցիչներ, հա, պարգևների մասին եմ ասում, ու կարծես թե Աստված բարձրացնում է մարդկանց, ովքեր սովորեցնում են, ստեղ կան տնային խմբակի ավակներ, ովքեր նորից խոսքի ծառայող են եւ ասեմ դες մեծ պատասխանատվություն կա մեզ վրա դրված։ Այնքանով, որ մենք պետք է ճշմարտությունը սովորեցնենք։ Այո, որտեղ մեզ համար ունենք մի ուղեցույց, դա Աստվածաշունչն է։ Ամեն։ Փառք Աստծո։ Գիտեք, այսօր աշխարհը շատ ցայտնոտի մեջ է։ Եթե կար ժամանակներ, որ ինչ որ մի այսպես ասած զգալի ինչ որ փոփոխություն էր լինում աշխարհում ամիսը մեկ կամ տարին մեկ, հիմա օրը մեկ, լավ, օրը մեկ էլ չէ, ժամը մեկ, հանկարծ հա բոլորս ունենք մեր հեռախոսները, բացում ենք, նայում ենք նորություններ ու այնպիսի նորություններ, որ կարծես աշխարհը գլխի վայր է շուռ եկել։ Ու այս պարագայում Աստծո եկեղեցին մենք պետք է խաղաղություն պահենք, սիրելիներս։ Վստահեցնում եմ ձեզ, իմացեք, որ Աստված հսկում է։ Աստված հսկում է ձեր ամեն մեկի կյանքը, ձեր ընտանիքի կյանքը, ձեր երեխաների կյանքը, մեր երկրի գործունեությունը, մեզ շրջապատող երկրների, Աստված ամեն բան է հսկում, սիրելիս, վստահեցնում եմ քեզ, հավատա Աստծուն եւ վստահիր, ամեն, աղոթքով, հա, բարեխոսությամբ գանք, աղոթենք, որպեսզի, ինչպես խոսքն է ասում, խաղաղությունով Աստվածապաշտ կյանք վայելենք, ամեն, փառք Աստծո, բայց այս ամեն ինչի մեջ հոգևոր աշխարհն էլ կարծես թե գլխի վայր է շուռ եկել, ոչ միայն քաղաքական, որովհետև երբ որ լսում ես ինչ որ on-line քարոզիչների, շատ տարօրինակ ուսմունքներ են քարոզում, շատերին արդեն բացահայտել ենք, վկաներին, մյուսներին, անունները չեմ ուզում տամ, վստահ եմ դուք լավ քաջատեղյակ եք դրա մասին, ինչ որ մի հերձված ուսմունք է, որը չի ընդունում Հիսուսին որպես Աստված, մյուսը չի ընդունում երրորդությունը, բայց գիտեք, այս վերջերս տարածվել է մի ուսմունք, որ եւ ընդունում է Հիսուսին Աստված, եւ Սուրբ երրորդություն եւ այլ, ու այնպես մի ջերմեռանդությամբ շնորհքի, Աստծո շնորհքի մասին է քարոզում։ Ես գիտեի, ես եմ շնորհքի քարոզիչը, բայց իրանք այնպես են քարոզում, ու կարծես թե խեղաթյուրում են, ես կողմ եմ շնորհքի, ու ես շնորհքի քարոզիչ եմ, ես շնորհքով եմ փրկված, դու էլ, ամեն, մենք ոչ մի բան չենք արել, ինչ որ արել ենք, հավատացել ենք,
այդ հավատքն էլ է Աստված դրել մեր սրտի մեջ, որ մենք հավատացել ենք եւ փրկվել ենք։ Բայց գիտեք ինչ, միգուցե այստեղ մարդիկ կան, որոնք դեռ հմուտ չեն տարբերելու չարը եւ բարին։ Կա մարդ, որ առաջին անգամ է եկել այսօր։ Չկա։ Ոչինչ, հաջորդ կիրակի կլինի։ Համենայն դեպս մենք պետք է հմուտ լինենք։ Աստծո խոսքն ասում է, որ կատարյալների զգայրանները վարժված են բարին եւ չարը տարբերելու։ Հա? Դրա համար այդ on-line քարոզիչներ, այդ գլուխները որ կան նայում եք էկրանի մեջ, շատերը ճիշտ են խոսում։ Շատերն էլ կան, որ սուտ են խոսում, խաբում են։ Դրա համար դուք պիտի ուշադիր լինեք, դուք պիտի եկեղեցում լինեք, դուք պետք է ունենաք ինչ-որ մեկը ձեր կողքը, որ կարողանա ձեզ օգնել, որ մենք չխաբնվենք։ Ես խոսալու եմ մի բանի մասին, որը Աստված կարևորել է։ Վստահ եմ, որ դու ուշադիր լսես, կզգաս, որ շատ կարևոր բանի մասին եմ այսօր ես խոսալու։ Ու դժվար է, մենք դժվար ճանապարհն ենք ընտրել այսօր, սիրելիներս, ասեմ ձեզ։ Եվ ուզում եմ կարդալ ձեզ համար Հռոմեացիս թուղթ։ Պողոսը Հռոմի եկեղեցուն նամակ է գրում։ Եվ այդ նամակի մեջ 8-րդ գլխում եւ առաջի խոսքից այսպիսի բան է ասում։ Լուսացնեմ, կարդում եմ։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար։ Ալելույա ու ամեն։ Բայց ամեն գրած չկա այստեղ, սիրելիներս։ Եթե մենք այդքան տեղ է կարդանք, հա, ու մեկը սկսի քարոզել, ու տենց էլ քարոզում են, այդ շնորհքի քարոզիչները այսքան տեղն են կարդում։ Չկա դատապարտություն նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսում են, ու ասում ենք ամեն ու ուրախանում ենք, բայց սիրելիս, այդտեղ չի ավարտվում խոսքը, կա շարունակություն, որը շատ կարևոր է, եւ ուզում եմ կարդալ եւ միասին կնայենք, տեսեք ինչ ասում։ Ուրեմն չկա դատապարտություն, հա, Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Հիմա հասկացաք որտեղ ամեն ասել տեղը Հովնանը ասեց։ Այսինքն ոչ թե դատապարտություն չկա նրանց համար, ովքեր որ Հիսուս Քրիստոսում են, այլ նրանց համար, որ մարմնավորապես չեն ապրում, այլ հոգևորապես։ Եվ այս խոսքում ես առանձնացրել եմ 3 բան, որի մասին մենք խոսենք։ Եվ ինչքան որ Աստծո հոգին թույլ կտա, հա, կառաջնորդի ինձ ձեր հետ կիսվելու։ Օրինակ, որն է մարմնավոր ապրելը, վարքը, որն է հոգևոր կյանքը եւ վարքը, եւ վերջապես եւ ամենակարևորը, ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսում ապրելը։ Շատ կարևոր է։ Սիրելիս, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, սա գեղարվեստական գիրք չի, որ կարդանք անցնենք, ասենք, գիտես, կարդացել եմ Գևորգ Մարզպետունին, կամ ինչ-որ մեկ այլ գիրք։ Այսինքն այն գիրքն է, որ մենք պետք է կարդանք եւ սերտենք, հասկանանք ինչ է գրված։ Որովհետեւ տեսեք, ես նախադասության կեսը կարդացի ու բոլորս ուրախացանք, չկա դատապարտություն։ Բայց երբ որ շարունակում ես, տեսնում ես, որ կա պայման։ Գիտեք ինչ, նենց չի, որ Աստված պայման չի դնում մեր առջև։ Մեկը կասում է, Աստված առանց պայմանի փրկեց։ Ճիշտ է, այդքան էլ պայման չկա, գոնե մի պայման կա, չէ՞։ Եթե հավատաս սրտումդ, պայման չի, եւ շուրթերովդ դավանես, եւս պայմանա, չէ՞։ Այսինքն ոչ մի բան օդից չի ընկնում։ Ու ամեն բանի համար Աստված երբ որ խոսում է, կա նախապայման, այսպես ասեմ, որ մենք չխաբնվենք, մտածենք եկեղեցում ենք, ուրեմն Քրիստոսում ենք, ուրեմն էլ չկա մեզ համար դատապարտություն, ինչ ուզենք կարող ենք անել, ոչ, այդպես չի։ Լավ, հիշեք, որ մենք հիմա նայելու ենք 3 բան, առաջինը,
մարմնավոր վարք, որի մասին այստեղ խոսքն ասում է, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Ու գիտեք ինչ, հայտնություն էլ պետք չի ստեղ ուղղակի իմանալ, թե որն է դա, ուղղակի պետք է բացել Գաղատացիս գլուխ, Գաղատացիս նամակ, 5-րդ գլուխ եւ 19-րդ խոսք։ Ստեղ Պողոսը Գաղատացի եկեղեցու նամակին գրում է, որն է մարմնավոր կյանքը։ Ու գաղտնի բան չկա, եւ անգամ ասում է, եւ հայտնի են մարմնի գործերը։ Մեզ էլ են հայտնի։ Ու Աստծո խոսքը մի նամակում գրված ասում է, որ մեզանից շատերը այդպիսին էին ժամանակին։ Որն է մարմնի գործերը։ Շնություն, պոռնկություն, պղծություն, գճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվներ, նախանձներ, բարկություն, հակառակություն, երկպարարտություն, բաժանումներ, չարնայվածքներ, սպանություն, հարբեցողություն, անառակություն։ Կարելի է շարունակել, որտեվ Պողոս ասում է, եւ ինչ որ սրա նման է, որ առաջուց ասում էի ձեզ, ինչպես առաջուց ասում էի, թե այդպիսի բաներ գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի։ Տեսնում եք ինչա Հռոմեացիս 8-ի առաջի գրքում խոսքում գրված, որ մարմնավորապես չեն վարվում։ Իսկ այս ամենը մարմնի գործերն են։ Գիտեք ինչ, նենց չի, որ մենք մտածում ենք, մեկ անգամ ասեցինք Հիսուս ներիր ինձ, հա, եւ ընդունեցինք, դավանեցինք Հիսուսին մեզ Տեր, փրկվեցինք մեկ անգամ, փրկվեցինք հավիտյան։ Ոչ, այդպես չի։ Որտեվ Աստվածաշունչն է խոսում դրա մասին, որ այդպես չի, որ այս բոլոր թվարկված մեղքերը, միգուցե ոչ բոլորը, ամենայն դեպս ես, ապա կեսից ավելին իմ կյանքում գործել եմ, մինչև Քրիստոսին գալը։ Բայց երբ որ գալիս են Քրիստոսին, ինչ որ մի բան պետք է փոխվի, չէ՞ մեր կյանքում։ Գիտեք, ես իմ քրիստոնեական կյանքի ընթացքում եկեղեցում տեսել եմ, իսկ ես մոտ 30 տարուց ավել է եկեղեցում եմ, այս եկեղեցում եմ, տեսել եմ մարդիկ, որ եկել են, ապաշխարել են, անցել է տարիներ ու տեսել եմ իրենց կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Լուրջ եմ ասում, հնարավոր է, որ այդպես լինի։ Հույսով եմ այստեղ չկա այդպիսի մարդ, բայց կա, եթե կա, ուրեմն այս խոսքը, հա, առավել եւս իր համար է։ Որովհետև կարդացինք, որ ասում է, որ այսպիսի բան գործողները երկնային արքայություն չեն ժառանգի։ Շատ կարևոր է, որ մենք լուրջ վերաբերվենք մեր քրիստոնեական կյանքին, մեր վարքին։ Ու բավական չի, որ մենք ասենք Հիսուս, դու ես իմ Տերը, իմ Աստվածը, բավական չի էլ, որ ամեն օր հայր մեր աղոթքը ասենք, երբ որ մարդու հետ խոսում ես, ասում ես, հավատում ես ասում, հա, ասում ամեն քնելուց առաջ հայր մեր եմ ասում, առանց հայր մեր ասելու տնից դուրս չեմ գալի, բայց այդ տնից դուրս գալուց գնում, թե ինչ անում, ես չգիտեմ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Շատ կարևոր է, որ մենք իմանանք ու մենք դեռ խոսում ենք մարմնավոր վարքի եւ կյանքի մասին, որ չխափնվենք, մենք ինքներս մեզ չխափենք, որտեվ Աստծո խոսքն ասում է, որ այդպիսի բան գործողները ոչ թե այն եմ ասում, որ ինչ որ մեկին նեղացրիր, փրկությունդ կորցրիր, ոչ դրա մասին չեմ խոսում։ Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ինչ որ մի բան գործում ենք, բայց սրտի այդ դիրքի մասին, որը չի ուզում փոխվի։ Ուզում է գա եկեղեցի, ուզում է փրկվի, բայց չի ուզում թողնի իր մարմնի սովորությունները, որովհետև իր դուրը գալիս են ինչը որ ես թվարկեցի։ Կամ արդիկ ստեղ որ
դուրը գալիս է sense բաներ անելը։ Նախանձել, բարկանալ, չէ, բայց անում ենք, չէ, մենք չենք մտածում ես բան անենք, չէ, բայց ընթացքում ինչ-որ մի բան տեղի է ունենում մեր կյանքում։ Բայց դա չի, որ դու գործեցիր, փրկությունդ կորցրեցիր, այլ սա նրա մասին է, եւ որ մարդիկ խոսում, ասում են, հա դե ոչինչ։ Աստծո շնորհքը չի ես թերագնահատում։ Ես Աստծո շնորհքը չեմ թերագնահատում։ Ես իմ սրբությունն եմ թերագնահատում։ Աստծո շնորհքը կատարյալ է, կարող է փրկել։ Ուղղակի ինձ մնում է այդ շնորհքի մեջ քայլել։ Շնորհքը տված չի, որ ծածկեմ իմ մեղքերը, ասեմ Աստված իմ փոխարեն արդեն ամեն ինչ արել է, իմ մեղքերի համար խաչվել է, ես ազատ եմ, մարմինը մեկա հողա դառնալու, հոգին փրկված է, մենակ հոգին է գնալու երկինք։ Ես կարամ մարմնի հետ ինչ ասես անեմ։ Ասեմ այդպիսի on-line քարոզիչներ կան։ Կամած իրենք լայնանում են, տարածվում են։ Ու մենք շատ զգուշ պետք է լինենք դրա հետ կապված։ Նայ, ես որ ես կարդացի, հա, չեմ ուզում կարդամ նորից այս վատ բաները, իրանք գաղտնի կամ ինչ-որ գերբնական ես իմ ինչ մեղքեր չեն։ Շատ առօրյական բաներ են, որ շատերը ամեն օր առնչվում են։ Բնավորության գծերի հետ կապված բան էլ կա այստեղ, սիրելիս։ Հա, կան մարդիկ, որ բարկացկոտ են, տղամարդիկ հիմնականում։ Կան մարդիկ, ովքեր բամբասում են, կան մարդիկ, ովքեր հակառակվում են։ Թեկուզ դիմացինը ճիշտ է ասում, բայց քանի որ ինքը հնարավոր չի սուտ խոսա, հակառակվում է։ Ու գիտեք, երբ որ դա արդեն բնավորություն է, ու դու դրա հետ ապրում ես, ու դառնում է քո մասը, դա շատ վտանգավոր է, սիրելիս։ Շատ վտանգավոր է։ Ոչ մեկ, նայեք պատկերացրեք, ով իշխանություն ունի քո բնավորության վրա։ Ես, բնավ, ես ինչ կապ ունեմ քո բնավորության հետ։ Ով կարա փոխի քո բնավորությունը։ Եթե ոչ դու։ Որտեվ դու ես ընտրում, հա? Աստծո շնորհքը, նայեք ինչ եմ ասում, Աստծո շնորհքով մենք փրկվեցինք, արդարացանք, եւ այդ արդարության հետ կապված մենք միանգամից չդառանք, չէ, Հիսուսի նման։ Մենք հələ ապրում ենք, չէ։ Ու այդ կյանքի ընթացքում կան բնավորության գծեր, որ պետք է փոխվեն, կան ինչ ասեմ, աշխարհայաց, աշխարհընկալում, արժե համակարգ, որը մեզ մոտ այդքան էլ ուղիղ չի միգուցե, չի համապատասխանում Աստծո արժե համակարգին։ Ու գիտես, ինչ որ իրավիճակի ժամանակ դու ռեակցիա ես տալի, չէ։ Շատ ժամանակ տրանսպորտում, խանութում ինչ որ մեկը գալի առանց հետ մտնում է, քո առաջից կամ դասես այ կնիկ մի հատ հարցերա վերջնովա նոր մտի բան կամ էլ խոնար հետ կանգնես հիվանդանոցում երբ որ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ սպասում ես ու արդեն պորտկում ես, արդեն ձայնդ բարձրացնում ես, ընդ բոլորի ուշադրությունը շուրա գալիս, ինչ կատարվեց, հասկանում ես, այդ բաները դու ես որոշում անես թե չանես։ Հասկանում եք ինչ եմ ասում, դա մեր ընտրությունն է, ապաշխարությունից հետո շնորհքը մեզ օգնեց, մեզ բերեց, որ մենք փրկվենք, բայց հետագա կյանքում շնորհքը ճակերտավոր եմ ասում, ոնց որ երկրորդական է արդեն, ստեղ արդեն դու ես անում այդ բանը, դու պետք է զսպես քո բերանը, շնորհքը չի կարա քո բերանը փակի, դու չխոսաս, հասկանում ես, դու պետք է անես, որտեվ դու գիտես արդեն, որ չպետք է անես, մենք բանական մարդիկ ենք, մենք գիտակից մարդիկ ենք, մենք գազան չենք, մենք վագր չենք, որ տեսնում ենք մի հատ կղտարի ձաքի, չէ, հիմնականում մենք որ երեխեքի տեսնում ենք, բայց ինչ լավ երեխա է, վագրը որ եղնիկի ձակ է տեսնում, ինքը կերակուր է տեսնում, ինքը չի ասում, վայ ես ինչ լավ ձակուկ է, չէ,
Ու ասեմ դες ինքը ուտում է այդ եղնիկի ձակին, որտեվ ինքը շարժվում է ռեֆլեքսով, ինքը չունի այդ գիտակցությունը։ Մենք ռեֆլեքսով չպետք է ապրենք, սիրելիս։ Միգուցե ապրել ենք, հա, իրավիճակներին ռեֆլեքսաբար այդ բանն ենք ցույց տվել, ռեակցիան։ Բայց հիմա արդեն մենք փոխվել ենք։ Աստծո հոգին եկել է մեր մեջ։ Ամեն։ Մենք չենք կարող նույն ձև ապրենք։ Մենք իրավունք չունենք նույն ձևի ապրելու։ Լուրջ եմ ասում, իմ սիրելի քույր եղբայր, ես մի քրոջ եմ ճանաչում մեր եկեղեցու։ Միգուցե շատերդ էլ եք ճանաչում։ Ինձ պատմում էին իրանց ընտանիքի մասին։ Հարսին դրացնում է, սենց ասեմ էլի։ Ունենց դրացրեց, վերջում գնացին հարսն ու տղեն այդ տնից, ինքը մնաց մենակ, որ պատմում են, ասում է հնարավոր չի, բայց ինքը լավ քույրիկ է, ասենք եկեղեցում տեսնում եմ բան, էլի, սենց, հա, գալի աղոթքին մասնակցում է, ու մի օր պատահաբար տրանսպորտի մեջ տեսա իրան, ավելի շուտ ես տեսա, ինքը ինչ չտեսավ, ու պատկերացրեք մի հատ իրավիճակ ստեղծվեց, ինքը այնպես խոսեց, նենց լեքսիկոնով, որ հարիր չի քրիստոնյային խոսալ։ Եվ ես ասեցի, այս քույրիկը սուտ չեմ ասում, 40 տարի է եկեղեցում է, հավատացեք, 30 տարի ես եմ։ Հասկանում եք, ինչ ողբերգություն է տեղի ունենում մարդու կյանքում, երբ որ մարդը չի կարող փոխվի, երբ որ մարդը չի կարող իրեն զսպի։ Կներեք, ոչ թե չի կարող, այլ չի ուզում, որտեվ եթե ուզենա կփոխվի, եթե ուզենա խոնարհվի, ինքը կխոնարհվի, ինքը չի ուզում։ Ինքը ասում է, դու գիտես ես ում աղջիկն եմ, դու գիտես ես որտեղ եմ սովորել ավարտել, դու գիտես ես ով եմ եղել։ Ով ես եղել։ Ով էլ որ եղել ենք, մեղավոր ենք եղել, եւ Տիրոջ շնորհքով այսօր արդարացել ենք ու պետք է ինչ անենք։ Պահենք այդ արդարությունը։ Աշխատենք ինքներս մեր վրա, որտեղ մեր բնավորությունը մենք կարող ենք փոխել։ Կապ չունի, անգամ գեներով եկել, ասում է հերս էլ էր տենց։ Բան չասեցի, հերդ կարա տենց լինի, բայց մենք երկնային հերել ունենք, հա, արի տենց էլ մտածենք։ Այսօր էլ երկնային գենը, ամեն, փառք Աստծո։ Այսօր այդ երկնային սուրբ գենը եկել է մեր կյանք, սուրբ հոգին, վերստին ծնվել ենք, բա Սկի չքաշենք մեր հորը, մեր սրբությունով, մեր վարքով, մեր սիրով, ամեն, փառք Աստծո, ինչի մասին ենք խոսում, մարմնավոր վարքի, որ Պողոսն ասում է, որ այսքան Պողոսը տեսեք ինչ է ասում, նորից ուզում եմ կարդամ, Հռոմեացիս 8:1 Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար։ Էլ ամենասող չկա։ Կա դատապարտություն նրանց համար, ովքեր եկեղեցում տարիներ շարունակ մարմնավոր են ապրում։ Հայերեն ասած կներեք այս խոսքն ու ասեմ էլի, իրանց էշն են առաջ քշում։ Չցանկանալով կոտրվել։ Վստահեցնում եմ ձեզ, եթե մարդ ուզենա փոխվի, հասկանա, գնահատի, ինչը արե Հիսուսը իր համար, ինքը կփոխվի։ Ու ոչ մեկ ստիպողաբար չի կարող ոչ մեկի բնավորությունը փոխել, խառնվածքը։ Դա մենք ենք անում, սիրելիներս։ Գիտեք, ուղղակի եմ պատմում, երբ որ մենք ես երկար տարիներ տարածքային հովիվ եմ եղել, ու երբ որ հավաքվում էինք ավակների քույրերի հետ խոսում էինք, սուրճ էինք խմում, խմբակում, ու ինչ որ մի բանով պատմում էի իմ անցյալ կյանքը, ասում եմ, չեմ հավատում, որ դու տենց ես եղել։ Ինչի չեն հավատում, որովհետև ինչ չեն տեսել։ Հասկանում եք ինչ եմ ասում, որովհետև ես փոխվել եմ։ Որովհետև իրանք ինձ տեսնելուց ասում են, դժվար դու տենց բան արածներ լինես։ Մի օր մի մեղավոր եղբոր
համար աղոթում էի, որ բժշկվի, ապաշխարի, ասում էր, ես նենց բաներ եմ արել, որ Աստված դժվար թե ինձ ների, իմ կյանքից մի դրվագ պատմեց, ասես, չէ, ես տենց բան չեմ արել։ Ասի սիրելիս, Աստված սեր է։ Եթե ինձ ներել է, վստահ եմ քեզ էլ կների։ Եթե դու իրականում զղջում ես քո արվածային, քո ապրած կյանքի համար, իրականում զղջում ես եւ ցանկություն ունես փոխվելու, դու ունես այդ հնարավորությունը։ Չկա արգելք դրա համար։ Ուղղակի պետք է ջանք անես։ Քրիստոնյա լինելը հեշտ չի։ Սուրբ ապրելը հեշտ չի, որովհետև մենք դեռ մարմնի մեջ ենք ապրում։ Ու այդ բաները, որ ես կարդացի Գաղատացի գլխում, հիմա էլ բնակվում է մեր մարմիններում։ Որ մի քիչ թույլ մնանք, այդ բոլոր Գաղատացիս գլխի մարմնի գործերը գլուխ են բարձրացնելու։ Բոլորը սիրելիս ասեմ, որտեվ դա մարմնի գործն է։ Մարմին ասելով ձեռու ոտը նկատի չունեմ գլուխը ատամները, այլ ցանկությունը ներսի մարմնի ցանկությունը մեղ գործելու, նախանձելու, բամբասելու, շնանալու, հպարտանալու, հա, ամեն ինչ շատերը մեծամասնությունը չափահաս են, որ ձգտում են, հա, այսօր ինչ է առաջարկում այսօր աշխարհը քեզ։ Գովազդները նայի կտեսնես։ Լավ, գնանք առաջ։ Հասկանում եք, կա դատապարտություն։ Կոնտեքստը կարդացեք միշտ։ Կարդացեք ու մտածեք։ Վերլուծեք նախադասությունը։ Այստեղ մանկավարժ կա, ես շատ բան չգիտեմ այդ քերականությունից, բայց համենայն դեպս, երբ որ նախադասությունը ասում ես վերլուծել, ենթակա ստորոգյալ, էլի ինչ որ բաներ կա, գոյական, չէ՞, sense բաներ կա։ Այտենց հոգևոր սկսի վերլուծել քո կարդաց նախադասությունը։ Ինչ էր ուզում ասել, որն է ամենագլխավորը իմ կարդաց նախադասության։ Որն է։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, հալելույա։ Որ մարմնավորապես, ու ստեղ մի անգամից կանգնում ենք, այլ հոգևորապես են վարվում։ Հիմա անցնում ենք հոգևոր վարքին։ Հասկացանք, որն է մարմնավոր կյանքը, որ դու անում ես այն ինչ որ ուզում ես։ Պողոսը տենց էլ գրում է 7-րդ գլուխը սաղ դրա մասին է գրած, որ գնաստուն մի հատ կարդա։ Ասում է, որ չանեք այն, ինչ որ ուզում եք, որտեվ մարմինը միանգամից սխալ բան է ուզում անի։ Առաջի ռեակցիան բորբոքվելն է։ Բայց չհելեմ ասեմ, աշկիդ վերևունք կա, չասեմ քաչալ շուն, գող պիսո, չասեմ, չէ, մի ասա, կապ չունի, միգուցե եւ արդար լինի քո ցասումը, տեղին լինի, բայց Աստծո խոսքը խոսում է, որ մենք հոգևորապես պետք է վարվենք։ Մեր մոտեցումը այդ հարցին ոչ թե մարմնավոր պետք է լինի, հա։ Ինչքան է եղել ծնողները բարկության ժամանակ երեխուն հենց ճլոտ են տալի, չեն մտածում, հետո ասում են, օրա երեխուս ոնց խփեցի, ոխ, այդ խփելուց չեն մտածում, բայց երբ որ չէ, երեխաների տուտուզիկին կամ թաթիկին խփում ենք, կարմրումա, ցավումա, երեխան լացելով գնումա, հետո ծնող ենք, չէ, խղճներս հանդիմանում ես, ոխ երեխուս ոնց խփեցի, ոնց ցավացրեցի, բա սկզբից որ չխփեիր, հոգևորապես կվարվեիր, ոչ թե մարմնավորապես։ Ես դեմ չեմ երեխաներին պատժելու, ես կողմ եմ ու պատժել եմ։ Եթե պատժել եմ այդքան օգուտ չի տվել, բա որ չպատժեի ինչ կլներ։ Ճիշտ եմ ասում ծնողներ, փառք Աստծո, ես մենակ չեմ։ Այսինքն դրանք այնքան հասարակ բաներ են, կենցաղ մեր ընտանիքում տեղի ունեցող, որ մենք շատ ժամանակ ուշադրություն չենք հատկացնում դրան մտածել տանը։
ընտանիքի անդամների հետ կապված, այդ մարմնի գործերն էլ նենշի, ասեմ, ընտանիքից է սկսում։ Քո վերաբերմունքը քո ընտանիքի անդամների նկատմամբ արտացոլվում է արդեն դուրս է։ Ոնց որ տունն ես, նենց էլ դուրսն ես։ Լավ, ուրեմն կա դատապարտություն նրանց համար, ովքեր մանրավորապես են վարվում։ Որոշում ենք կայացնում մենք բոլորս այսօր այստեղ, որ մանրավորապես չվարվենք, որ մարմնին տեղ չտանք, լինի դա ընտանիքում, լինի տրանսպորտում, լինի խանութում, լինի եկեղեցում, լինի իրավիճակ, որտեղ դու մտածում ես, որ հիմա եթե բարձր խոսաս, հա բղավես, դու ճիշտ կլինես։ Կարծում եմ ոչ։ Այդ ժամանակ միգուցե մտածում ես ճիշտ կլինես, բայց երբ որ բղավես, հետո գնաս տունը սառը ուղեղով մտածես, կասես ինչի ձենս բարձացնի, ինչ ամոթ էր, այդքան մարդ տեսավ։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Այսինքն այդ բնավորությունները մեր մեջ ձևավորվել են մանկուց, որտեղ մեզ ասել են, ով քեզ բան ասի, քարը վեկալ դու գլխին։ Երեխա ժամանակվանից են մեզ դաստիարակել։ Հույսով եմ հիմա չեք դաստիարակում, չէ՞ ձեր երեխաներին, թոռներին տենց։ Որովհետև եթե տես դաստիարակում ենք, ինքը առաջինը երեխա են, դուսը կկրվենել, կբարիշենել, իրար կծեծենել, մենք էլ ենք տենց մեծացել։ Չէ՞ տղաներ։ Տղաները հիմնականում իրանք են կռվարար։ Լավ։ Հիմա անցնում ենք հոգևորապես վարվելու։ Գիտեք ինչ, էլի մանգալ պետք չի, գնալ ծոմ պահել, հա 40 օր, սովից կոտորվել, որ հայտնություն ստանաս, որն է հոգևոր արժեքները։ Նույն Գաղատացիս գլխում գրված է։ Բայց արդեն 22-րդ խոսքից։ Նորից, բայց հոգու պտուղն է սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատքը, հեզությունը, ժուշկալությունը, այդ զսպվածությունը։ Գիտես ինչ ասում։ Ասում է, այ ամեն իրավիճակին, եթե դու սիրով վարվես, հեզությամբ մոտենաս, հավատքով մոտենաս, զսպված լինես, քեզ զսպված պահես, թեկուզ լավ ախորժակի տեր ես, երբ որ 3 հոգով նստում եք հաց ուտելու, տեն մեկ այդքան շատ չկա, սաղ մի կերեք դուք։ Կողքից էլի մարդիկ կան։ Հասարակ բան եմ ասում, որ մեր հետ կատարվել է, իմ հետ, ես տեսել եմ, հավատացյալ քրիստոնյա աղբեր։ Իրար հետ նստել ենք հաց ուտելու, ասենք շուրեկա եկա, դեմել բան չկա։ Անուշ լինին իրան, էդի չի հարց է, բայց դա որակ է, էդի ցուցանիշ է։ Չգիտեմ, եթե այդ եղբորը մի օր սոված պահեն, կարող է Հիսուսին էլ ուրանա, եթե այդքան շատ սիրում է ուտել, շատ մի սիրեք այդ ուտելը, լավ բան չկա այդ ուտելու մեջ, զսպված եղեք ամեն ինչի մեջ։ Սրանք այն բաներն են, որ բոլորդ էլ առնչվել եք տենց հարցերի։ Բոլոր այդ իրավիճակներում այդ պտուղը պետք է ձևավորվի մեր մեջ։ Տեսեք, ստեղ գրված է հոգու պտուղ։ Պտուղը։ Հովանես Մկրտիչը ավետարանում, երբ որ Հորդանանի մոտ քարոզում էր, մարդիկ գալիս էին իր մոտ ջրով մկրտվելու, ասում էր, ապաշխարությանը արժանի պտուղ բերեք։ Այսինքն ապաշխարությունը պետք է պտուղ ունենա։ Բայց մարմնի պտուղը չէ, որ կարդացի, բարկություն, շնություն, պղծություն չէ։ Դա ապաշխարության պտուղ չի։ Ապաշխարության պտուղը սա է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, զսպվածություն։ Թեկուզ ինչ որ մեկը մի բարձր տոնով է հետդ խոսում։ Դու բարձր տոնով չպետք է պատասխանես, այլ քաղցր։ Ինչ աղբերս, ես այդ տոնով խոսում։ Քուրս, ինչ ա եղել։ Երբ որ դու քաղցր ես խոսում, իր բարկությունը իջնում է, սիրելիս։
Բայց երբ որ դու իր նման ես իրան պատասխանում, թեժանում է վեճը։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ինչքան է եղել մեր կյանքում։ Եկեք ծուրը նստենք դուզը խոսանք։ Ու հետո եթե խելացի ենք, adekvat մարդիկ ենք, գնում ենք, անալիզ ենք անում ու փոշմանում ենք, ասում ենք ես տես չպետք է վարվեի, ես այդ բանը ասած չպետք է լինեի։ Բայց գիտես ինչ, խոսքը բերանից հելավ էլ հետ չես բերի։ Գնաց արդեն։ Դրա համար Աստված մեզ ասում է, որ մենք մեր կյանքում ձևավորենք անձ, որը կնմանվի Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Եթե մենք ամեն, փառք Հիսուսին։ Այնպես չի, որ մենք ապաշխարեցինք, ընդունեցինք Հիսուսին Տեր ու Փրկիչ, էլ ինքը մեր մեղքերը չի տեսնում։ Արդեն ապաշխարել եմ, արդեն հավատացյալ եմ, ինչ կուզենամ կանեմ, չէ։ Չես կարող անել, որտեվ դու արդեն ներկայացնում ես ոչ միայն քեզ, հասկանում եք ինչ եմ ասում, այլ Աստծո արքայությունը, դու ներկայացուցիչ ես Հիսուսի երկրի վրա, դու քրիստոնյա ես, իսկ քո վարքը պետք է լինի քրիստոնյա վայել, հասկանում ես, դա շատ կարևոր է, որովհետև խոսքերով չի էլի, ինչքան էլ որ խոսանք, ինչքան էլ որ բարձր բաներ խոսանք, բայց մեր վարքն է ցույց տալիս, թե իրականում մենք ով ենք։ Կողքից կգնահատեն, դու չես իմանա, բայց արդեն մեկը կդնեն քո վարքին, դու չես իմանա դրա մասին։ Հետո կիմանաս, որ քույրիկներով հավաքվե գնացել են Սևան ու կնեղանաս, կասես, ինձ իրանց հետ չկանչեցին։ Որտեվ չեն ուզում քո հետ շփվեն։ Որտեվ պատճառ կա։ Որովհետև քո հետ շփվելը բերում է դատարկախոսության, բամբասանքի, անհաշտության, հասկանում եք ինչ եմ ասում, լուրջ բաներ են սրանք։ Դրանք ինդիկատորներ են։ Հիմնականում տղաներն էլ են տենց անում, որ ուզում են միտեղ գնան, ասում են, արի նենց անենք, այս մեկը չիմանա։ Ինչի չեն ուզում, որովհետև տեսնում են մի բան է անձի մեջ, որը իրանց դուրը չի գալիս, որ գալու է իրանց զրույցը, իրանց շփումը, հայրեն ասած հարամ անի։ Ու կան տենց մարդիկ, որ միշտ մի ուրախություն, ինչ որ բան հարամ են անում։ Հանդիպել եք, չէ՞ տենց մարդկանց։ Ու միշտ հեռու ենք մնում այդպիսի մարդկանցից։ Գիտեք, մենք հարամանող չպետք է լինենք։ Մենք պետք է համբերող լինենք։ Ասում է աղ եղեք, ամեն, աղը լավ համ է տալի։ Աղ լինենք այս անհամ աշխարհում, լույս լինենք այս խավար աշխարհում, ու դա է ցուցանիշը։ Դա է հոգևոր վարքը։ Ուրեմն դատապարտություն չկա նրա համար, ով որ հոգևորապես է վարվում։ Փառք Աստծո։ Հռոմեացիս նորից 8:1 Գլխավոր տեղն է սա մեր համար, որ ամեն բան, ինչ որ մենք կարդում ենք, ու ես որպես խոսքի ծառա, ես պարտավոր եմ խոսալ սրա մասին, սիրելիս։ Ոչ թե ինչ որ մեկի մոտ նկատել եմ, այո, նկատել եմ, բայց ես դալիճում չի այդ մարդը։ Բայց մարդու էությունը մեկ է, նույնն է, բոլորի էությունն էլ մեղավոր է, կապ չունի այդ մարդը ստեղա թե չէ, բոլորս էլ պոտենցիալ կարող ենք մարմնավոր ապրել։ Բայց քանի դեռ երկրի վրա ենք, քանի դեռ ապրում ենք, ունենք հնարավորություն ապրել հոգևոր կյանքով։ Մեր արժեքները հոգևոր լինեն։ Ոչ թե մտածենք, որ նպատակը արդարացնում է միջոցները։ Ամեն գնով պիտի հասնեմ իմ ուզածին։ Մարդկանց գլխների վրայով քայլելով, մարդկանց փուրը տալով, պիտի հասնեմ իմ նպատակին, նպատակ եմ դրել։
Եկեղեցու մասին եմ խոսում։ Այս նամակը գրված է եկեղեցուն, սիրելիս։ Ու ասեմ, եկեղեցում գտնվում են այդպիսի մարդիկ, որ ամեն գնով ուզում են հասնեն իրենց նպատակին։ Չլինես այդպիսին, սիրելիս, խնդրում եմ։ Չարժե ժամանակավոր ցանկությունները, ժամանակավոր դիրքը, ինչին որ ձգտում ես հասնելու, չարժե դրա պատճառով կորցնել եւ ընկնել դատապարտության տակ։ Ես վերջերս տնային խմբակում մի օրինակի մասին կիսվեցի, ուզում եմ ձեր հետ էլ կիսվեմ, Discovery-ով ինչ-որ հաղորդում էի նայում եւ ցույց էին տալիս մի սատկած ռենգեր ջուրի անապատում։ Ինչ է կատարվում այդ մարմնի հետ մի օր հետո, 3 օր հետո, մի շաբաթ հետո, 10 օր հետո, հաճելի բան չի կատարվում։ Չեք ուզենա տեսնեք, թե ինչ է կատարվում։ Փտտում է իր մեջից, որդերը դուրս են գալիս եւ իրան ուտում են, այդ մարմինը։ Ասեմ ձեզ, գաղտնիք եմ ասում, մարդու մարմնի հետ էլ է նույնը կատարվում։ Մարդու մարմինը ուրիշ ձևի չի ապականվում, նույն ձևի։ Ու այդ մարմնի համար մեզ կոտորում ենք, հա? Որ հողա դառնալու, որ որդերը մեջից հելնել են ուտեն ու այդ մարմնի համար մեզ կոտորում ենք, որ այսօր ինչ-որ մի բանի հասնենք, իր հաճույքը կատարենք, հա? Շատ առողջ պետք է մտածենք, պետք է գնահատենք այն, ինչ որ Աստված արել է մեզ համար, որ մեզ փրկել է։ Նայ, մինչև ապաշխարությունը, հիմա մեր քրիստոնեական լեքսիկոն եմ խոսում, կարող է նորահավատ մարդիկ լինեն, այդքան քրիստոնեական լեքսիկ, ասում ենք աշխարհիկա։ Ինչ ենք հասկանում ասելով աշխարհիկա։ Մեղավոր կյանքով է ապրում, մեղավոր է։ Բոլորս էլ մեղավոր ենք եղել։ Ինչի պատճառով, որովհետև գործել ենք հենց այդ բաները, Գաղատացիս 5:19-ից սկսած բոլորը։ Դրա համար մեղավոր ենք։ Բայց կներես հիմա փրկվել ենք, հիմա արդար մեղավոր ենք, չեմ հասկանում, աբսուրդ է։ Ոնց նորից մեղավոր ապրեմ, եթե Աստված ինձ փրկել է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հնարավոր չի, պետք չի կարելի խաղ անել Աստծո հետ, սիրելիս։ Աստծո հետ խաղ մի արեք։ Ես ձեզ ասեմ, դրա մասին չեմ խոսա, դա ուրիշ թեմա է ընդհանրապես, բայց երբ որ վախ է գալի մեր վրա շատ ժամանակ, ինչ է լինելու, ոնց է լինելու, ինչից ենք ավելի շատ վախենում, որ մեզ հետ կարող է պատահի, կամ ումից ենք վախենում, մարդուց, սատանայից։ Հիսուսը այսպիսի խոսքեր է ասում. մի վախեցեք նրանցից, որ կարող են մարմինը սպանել։ Հասկանում եք։ Եվ ուրիշ բան էլ չեն կարող անել։ Բացի սպանելուց էլ բան չեն կարող անել։ Ու ասում է, ասեմ ումից վախեցեք։ Վախեցեք նրանից, ով մարմինն էլ, հոգին էլ կարող է կործանել։ Իսկ ով է նա։ Աստված։ Շատերս վախենում ենք, դևերը, սատանան, բանը։ Գիտես, Հիսուսը քայլում էր, մտավ մի քաղաք, դևերն ասին, Հիսուս Աստծո որդի է, ժամանակից շուտ եկար մեզի կորցնելու։ Դու վախենում ես մեկից, որոնք վախենում են Հիսուսից։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Սա ուրիշ թեմա է, բայց վերստին ծնվելու հետ, նոր մարդ դառնալու հետ, մեր մեջ պետք է ձևավորվի աստվածավախությունը, որովհետև սարսափելի է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը, հասկանում ես, գրված է, որ ինքը լափող կրակ է, մի ակնթարթ ու փոշի անում համար, մի ակնթարթ ու հայտնվում է այնտեղ, որտեղ ոչ մեկ չի ուզում հայտնվի, բա որ չես ուզում հայտնվես, ստեղ պատճառը հետևանքային կապ կա,
Եթե դու տեսնում ես հետևանքը ինչ կարող է լինել, ուրեմն նախորոք, ասում է իմաստունը փոսը տենում, չէ, շրջանցում է։ Եթե դու տեսնում ես, որ այդ կյանքը ապրելով գրված էլ է ախր, գախնի չի, ապրելով մարդիկ կործանվում են, ո՞նց ես ապրեմ տենց։ Առնվազն պետք է հիմար լինեմ, որ տենց ապրեմ։ Բայց մարդիկ խափնվում են, մտածում են սղացնենք։ Չենք կարա սղացնենք, չի սղա սիրելիս։ Լավ։ Լեք խոսում ենք ինչի մասին, մարմնավոր կյանք ապրելու, խոսում ենք հոգևոր ապրելու, տարբերությունը զգացիք արդեն, հա, չէ, վստահ եմ գիտեք էլ, բայց կիրառել է պետք է ամենը, մենակ խոսքով չեն սիրում, մենակ խոսքով չեն հնազանդվում, գործն է ցույց տալիս, գործը։ Լավ, հաջորդը ամենակարևորը, գալիս եմ արդեն հասնում եմ այնտեղ, ինչ ասել ապրել Քրիստոսում։ Շատ կարևոր է, պիտի ուշադիր լսես, որ լսես։ Կապ ունի հոգևոր ապրելակերպի հետ, բայց սրա տեղերը շատ են, շատ տեղեր եմ կարդալու, չգիտեմ էկրանի ծառայողը ինչքանով կհասցնի, ինչն էլ որ չհասցնի, ես ձեր համար կկարդամ ամբողջը, ինձ համար հաճույք է Աստծո խոսքը կարդալը, նամանավանդ որ լսող կա, փառք Աստծո։ Ես ինքս եմ հաճույք ստանում կարդալով Աստծո խոսքը, ասելով, «Էս ինչ գանձեր ա գրված տե, ոնց ես չգիտեի մինչև իմ ապաշխարելը, որովհետև եթե իմանայի, վստահեցնում եմ ձեզ, շատ վատ բաներից կխուսափեի։ Նայեք, մարմնավոր կյանքով ապրելը կասեցնում է երկնային արքայության մուտքը։ Առավել ևս բերում է դատապարտություն, աշխարհի հետ դատապարտվելու ես։ Ուզում ես 30-40 տարի եկեղեցի արի, հասկանում եք ինչի մասին եմ խոսում, հա։ Շատ եկեղեցիներ կան, ասում են եկեղեցի են, բայց եկեղեցի չեն։ Եկեղեցին դուք եք, փառք Աստծո, փառք Հիսուսին այս եկեղեցու համար, փառք Աստծո, շատ ուրախ եմ, փառք Աստծո։ Լավ, հիմա խոսում ենք, անցնում ենք մի կարևոր բանին, եկեք բացենք Հովհաննեսի ավետարան, ասեմ ձեզ, ամեն ինչի պատասխանը կա Աստվածաշնչում, Աստծո խոսքը ինքը իրան մեկնում է, եթե փնտրես կգտնես, ամեն հարցով գցենք շատերը գալիս են հովական կամ ավակի կամ այդ խորհրդով հասնել, բայց եթե դու ինքդ փնտրես, դու կգտնես պատասխանները։ Եկեք բացենք Հովհաննեսի ավետարան, 8-րդ գլուխ, 31-րդ խոսքը, շատ տեղ ենք կարդալու, համբերությամբ լսվեք։ Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտները կլինեք, տեսեք ինչ ասում, եթե խոսքի մեջ մնաք, սահմանը չհատեք անցնեք, մնաք սահմանի մեջ խոսքի, եթե մնաք խոսքի մեջ, ճշմարտապես իմ աշակերտները կլինեք, սուտ աշակերտ չեք լինի, ժամանակ մերցնող աշակերտ չեք լինի, եթե կենաք խոսքի մեջ, Հիսուսը ով է, մարմին դառած խոսքը, հասկանում եք, և վերջապես, Հովհաննեսի ավետարանը ոնց է սկսում, սկզբում էր խոսքը, խոսքն Աստծո մոտ էր և խոսքն Աստված էր, այսինքն, նույնականացնում ենք, այդ է բանը, որ մենք կարողանանք մտածել, կրիտիկական մտածելակերպ ունենանք, ամեն ինչ չընդունենք սենց, ասեց ուրեմն ճիշտ է, չէ, դու ինքդ մտածի, անալիզ արա, տես ինչ ասում է, եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, այսինքն, եթե մնանք խոսքի մեջ, Քրիստոսի մեջ, որտև Քրիստոսը, Հիսուսը ինքը մարմին առած Աստծո խոսքն է, որ խոսքն է, որը հիմա քարոզվում է,
Որ խոսքն է, որ Հիսուսը ինքը քարոզում էր լեռան քարոզը։ Մատթեոսի ավետարան 5, 6, 7-րդ գլուխները կարդակ, տեսեք, դրանք Հիսուսի խոսքերն են։ Ու Հիսուսն ասում է, եթե մնաք իմ խոսքում, ճշմարիտ աշակերտ կլինեք։ Եթե խոսքում չեք մնում, երբ որ ես աշակերտ էի դպրոց էի սովորում, աշակերտ էի, բայց չէի սովորում։ Իմաստ կար գնալ դպրոց, եթե ես չեմ սովորում։ Իհարկե ոչ։ Հասկանում եք, մանկավարժները միշտ մեզ ասում էին, բանը, եկել եք մի քիչ վիրավորական էին, այն ժամանակ կարում էին վիրավորել մեզ, հիմա երևի իրավունք չկա։ Ինչ ասես ասում էին մեզ սովետի ժամանակ։ Ու իրականում հասկանում ես, բայց մեր լավի համար էին ասում, որ սովորենք։ Հիսուսն ասում է, եթե խոսքի մեջ մնաք, դուք ճշմարիտ աշակերտ կլինեք, իսկ աշակերտի նպատակը ո՞րն է։ Ինքը Հիսուսն ասում է, աշակերտին բավական է ուսուցչի նման լինել։ Եթե մենք ճշմարիտ աշակերտ լինենք, մնանք խոսքում, կամաց կնմանվենք Քրիստոսին։ Եթե ոչ, շանս չունենք նմանվելու։ Հասկանում եք։ Հովհաննեսի ավետարան նորից 15-րդ գլուխ։ Խոսում ենք Քրիստոսի մեջ մնալու, Քրիստոսում 15 երկրորդ խոսքից կկարդամ։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն ճյուղ, լավ առաջի խոսքից կարդամ, որ ավելի հասկանալի լինի։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակը։ Եվ ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ, տեսեք, ասում է ինձանում է, ու պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ավելի պտղապեր լինի։ Այսինքն, եթե ես Քրիստոսումն եմ, օրինակ այնքան պարզ է ասում Հիսուսը, ասում է խաղողի որդը կա, եթե ճյուղը կա, հա, ու սնվում է որդից, ուրեմն պետք է պտուղ բերի, չէ՞։ Ու ինչ պտուղ պետք է բերի։ Խաղող, քաղցրահամ, ինչպես որ որդն է։ Բայց եթե պտուղ չի բերում, բոլորը գիտեք ինչ են անում։ Կտրում են։ Հետո ամենալավ բանը, որ դրանք ծառայում են, վառում խորոված են անում։ Մեկը վառում են, այո։ Մեկը վառում են։ Այն ճյուղը, որը պտուղ չի բերում, վառում են։ Ասում եմ, իմ հայրը կտրում է։ Ու մեկ մտածում եմ, ասում եմ, ես եղբայրը քանի տարի է չի գալի գնաց աշխարհ, բան։ Ու սենց երբ որ սկսում ես քննել, տեսնում ես, որ անպտղաբեր մեկն էր։ Հələ մի հատ էլ վնասում էր իր կողքի ճյուղերին։ Հələ մի հատ էլ գողանում էր այդ հյութալի հյութը, բայց պտուղ չէր բերում։ Ուստեղ Հիսուսը հաջորդ խոսքը էլի 15-ում կացեք ինձանում Կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից կարող չէ պտուղ բերել։ Տեսեք ինչ զուգահեռ է տանում խորհուրդը։ Հիսուսը համեմատում է իրեն որդի հետ ու ասում է, որ եթե մնաք ինձանում, չասեմ ավտոմատ, բայց ավտոմատ արդեն Հիսուսը մնում է մեզանում։ Իսկն ես Հիսուսի մեջ եմ, Հիսուսը իմ մեջ է։ Ինչպես որ ասում էր հայրը իմ մեջ է, չէ՞, Փիլիպոսը ասեց ցույց տուր մեր հորը եւ մեզ էլ բան պետք չի, ասեց այսքան ժամանակ ձեր հետ եմ եւ չճանաչեցիք, չիմացաք որ հայրը իմ մեջ է։ Այսինքն ինքը ինչ էր անում։ Եթե անգամ երրորդության գաղափարը այդքան չենք հասկանում, բայց ընդունում ենք, որ հայրը բնակվում էր Հիսուսի մեջ ու Հիսուսն ասում էր անում էր ամենը, ինչ գոհացնում էր հորը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Եթե կենանք Հիսուսում եւ Հիսուսը մեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից կարող չէ պտուղ բերել, եթե որդում չմնա, այդպես էլ դուք, եթե ինձանում չմնաք։
Խոսում է եկեղեցուն, դուք ինձ է ասում։ Վերևից ասում է ինձ, իր խոսքի մեջից խոսում է ինձ հետ, ասելով, որ դու եթե չմնաս իմ մեջ, կտրվելու ես։ Դու եթե չմնաս իմ մեջ, պտուղ չես կարող բերել, ինձ է ասում։ 5-րդ խոսքը. Ես եմ որդը եւ դուք ճյուղերը։ Այս խորհուրդները այնքան պարզ ասում, որ ամենագյուղացի մարդն էլ հասկանա ինչ ասում Հիսուսը։ Ստեղ մեծ բարձր IQ պետք չի ունենալ, որ հասկանալ ինչ նկատի ուներ Հիսուսը։ Ասում է ես եմ որդը դուք ճյուղերը, նա որ ինձանում է մնում, ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ ոչ մի բան չեք կարող անել։ Ճիշտն ասած, առանց նրա չենք էլ ուզում մի բան անենք։ Շատերը իրանց կոտորում են, ուզում են մի բան անեն, դու նայում ես, ասում ես, բայց այդ քո արածի մեջ ոնց որ Աստված չկա, ախպերս խաղաղվի, հանգստացի, մի ճղիկ ես։ Թող Աստված անի, հանգիստ եղի, խաղաղվի։ Շատ կարևոր է այդ բաները։ Գիտեք, մարդիկ մտածում են, որ մենք չենք տեսնում։ Չենք զգում, որ դա ֆալշ է։ Գիտեն չենք զգում, իրանք մտածում այնքան հմուտ են, որ կարող են խաբել։ Ինձ հա, բայց իմ մեջ բնակվում է մի հոգի, որը ամեն ինչ գիտի։ Ձեր մեջ բնակվում է Աստծո հոգին, որ ամեն ինչ գիտի իմ մասին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Որ ուզենան այս բաներ կասի, չէ, թող չասի, թող չասի։ Ես աշխատում եմ փոխվեմ, թող չասի։ Եվ նույն գլխի 6-րդ խոսքն եմ ուզում կարդամ։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի, ինչպես ճյուղը, եւ կչորանա, եւ կժողվեն նրան, եւ կրակի մեջ կգցեն, որ այրվում է։ Հասկանում եք, հետևանքը նրա, եթե չմնանք Հիսուսում։ Հետևանքը որն է, հավաքելու են ու գցեն գեհենի կրակի մեջ։ Այն մարմինն էլ, հոգին էլ հավիտյան չարչարվելու է։ Հասկանում եք, քրիստոնեության հետ մի խաղացեք, սիրելիներս։ Լավ է, որ գալիս ենք, փառաբանում ենք, երգում ենք, երգի բառերը հրաշալի, ասում եմ, ամեն մի երգի բառերը քարոզ է։ Մարգարեական է։ Շնորհակալություն Անի ջան երգերի ընտրության համար։ Սիրում եմ։ Մի մոռացեք ինչի մասին ենք խոսում։ Հիսուսում, հա, ապրելու մասին։ Նրանց, ովքեր ում չկա դատապարտություն։ Բայց ոնց մնանք Հիսուսում, որն է, ինչ ձև է, ոնց այդ մեխանիզմը գործում։ Շարունակենք։ Որտեղ որ շարունակեմ, ժամանակ չեմ ունենա։ Լավ, Հովանեսի թղթից գնանք Կորինթացիս։ Երկրորդ Կորինթացիս։ Մի ժամանակ կար իմ կյանքում, երևի մի 6 ամիս Կորինթացիս թուղթն էի կարդում, եւ առաջինը եւ երկրորդը, նենց էի տարվել մեջի գրվածքներով, հայտնություններով, նենց էի տարվել։ Հետո ասի լավ, հələ մի րոպե, բայց այնքան հրաշալի էր եւ որ Աստծո խոսքով տարվում ես, հա, երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 17 խոսք։ Էլի շատ ճանաչված տեղ է։ Բոլորը էսի հրճակում են։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսումն է, նոր արարած է։ Ամեն, հա։ Հները անցան, ամեն բան նոր է։ Անկամ երգում ենք, տենց էս բառերով երգ է։ Հները անցան, ամեն բան նոր է, հա։ Բայց ում համար, ովքեր որ Քրիստոսումն են, իրանց համար է նոր։ Նրանք ովքեր որ Քրիստոսումն են, իսկ որն է, ինչ հասկացանք, որն է Քրիստոսում լինելը։ Խոսքի մեջ մնալը, խոսքով ապրելը, գնահատելը։
նոր արարած ենք, նոր մարդ ենք։ Աստված մեզ վերստին ծնեց։ Այդ հոգին, հա, Աստծո հոգին, սկսեց բնակվել մեր մեջ։ Ու մենք դարձանք նոր արարած։ Բայց ոչ մի բան ավտոմատ չի լինում, սիրելիս։ Այո, կան շատ դժվար բաներ, որ մեզ դժվար է թողել։ Մեղքեր կան, սովորություններ, որոնք տարիներով, տասնյակ տարիներով ձևավորվել են, մեր մեջ արմատացել են, ու անգամ մենք էլ չենք պատկերացնում ոնց, ասում ենք Աստված ջան, ուզում եմ պրծնեմ սրանից, ոնց պրծնենք։ Գիտես, այդ ժամանակ գերբնական Սուրբ Հոգին քեզ կօգնի։ Բայց կան բաներ, որ դու կարող ես ազատվել։ Եթե դու չես անում, քայլ չես անում ազատվելու այդ բաներից։ Մի մտածի գերբնականի մասին, սիրեց, լուրջ եմ ասում, 30 տարվա կյանքի փորձ ունեմ քրիստոնեության։ Այն ինչ որ ես կարող եմ թողնել, եթե չեմ թողում, մի մտածի գերբնականի մասին։ Լուրջ եմ ասում, որտեվ դու մտածում ես, հեսա կհելնի, մարգարեն կգա, մած բան կանի, սենց կանի։ Հիշում եք պատմությունը Ասորի զորավարի։ Մտածում ենք մենք գերբնական այսօր խոսում ենք վկայություններից, Հովնան եղբայրը շատ լավ վկայություն տվեց, սիրտս ցնծում էր ուրախությունից։ Ասում եմ, փառքեզ Աստված ջան, գիտես ինչ։ Նույն վկայությունը ես ունեի։ Որ այ ամեն մեկիդ էլ խոսացնենք, այդտեն սիրուն վկայելու եք ձեր առաջին օրը ապաշխարության սերը, ինչպես Աստված հպվեց, ինչպես փոխվեց։ Բա ինչ է լավ հետո, կամաց, հա, դեմբել դառանք արդեն։ Էլ կարիք չունենք, հա, տենց ջերմերանդ անելու։ Գիտեք, ջանքը միշտ պետք է անենք։ Առանց ջանք անելու Պողոս առաքյալը գիտես ինչքան ներդրում ուներ Աստծո գործի մեջ։ Եկեղեցիներ էր հիմնում, անձնական հանդիպում էր ունեցել Հիսուսի հետ հոգու մեջ, գիտեք, կարդացել եք, չեմ անդրադառնա դրան, բայց գիտեք, այդ ամեն ինչը հասկանալով, միևնույն է Հռոմեացիս 7-րդ գլխում, տեսնելով իր մարմնի մեջ բնակվող մեղք, ասում է, ով կազատի ինձ այս մեղավոր մարմնից, ու չի ամաչում խոստովանել, որ մարմնի մեջ, մարմինը մեզ հեռացնում է հոգուց, մարմինը լավ ազդեցություն չունի, այդ որ մենք երեխեքին ասում ենք, դրա հետ ընկերություն մի արա, քո վրա վատ ազդում։ Մարմնի հետ ընկերություն մի արա, քո վրա վատ ազդեցություն կտողի, կփչացնի քեզ։ Աստված փրկել է։ Մի ընկերություն մի արա մարմնի հետ։ Ինքը լավը չի։ Ինքը ուղղակի մարմինա, որ քեզ օգնի այս երկրի վրա, այսպես ասած, ապրես, ու ավետարանը քարոզես, Հիսուսի անունը բարձրաձայնես, դրա համար է։ Ասում եմ, ոնց որ առաջ մեղքին էր ծառայում մարմինը, հիմա էլ թո արդարությանը ծառայի։ Հերիք է այդքան մեղքագործ է արդեն։ Որովհետև այդ օրը անխուսափելի է, այդ օրը գալու է, Աստծո օրը, գալու է այդ օրը, որ բոլորս կանգնելու ենք Աստծո առաջ, պատասխան ենք տալու մեր մտքերի, մեր խոսքերի, մեր գործածի, մեր հավատքի, մեր հույսի համար, բոլորս պատասխան ենք տալու, հասկանում եք, չէ, չկա, ոչ մեկս չենք պլստա, սիրելիներս, հավատացեք, չկա մեկը, որ կարա խուսափի այդ օրվանից։ Հիսուսը կգա փառք Աստծո, կհամբարձվենք հավիտյան իր հետ կլինենք, չի գա, կմահանանք, միևնույն է էլի չենք այդ օրվանից խուսափի, միևնույն էլի հարություն ենք առնելու կանգնենք Աստծո առաջ։ Ովքեր որ չեն հափշտակվել իհարկե։ Հասկանում եք ոնց է։ Այսինքն այդ միտքը մեզ պետք է զգաստացնի, չէ։ Լավ, հոգով ապրելու կարևորությունը մենք պետք է զգանք, գնահատենք, իմանանք ու պահենք ու բաց չթողենք շանսը, երբ որ կարանք ինչ-որ մի հոգևոր արարք անենք, որ մի շինություն լինի իմ դիմացինին, հա, որ կարողանամ ինչ-որ մի բանով օգնել,
ընկածին բարձրացնել, սովածին կերակրել, մերկին հագցնել։ Ու ասեք, ինչ հոգևոր բան կա։ Հիսուսն ասում է, «Էդ է հոգևոր, բա ինչ եք ուզում եք մեկը հելնի, այսպես է ասում Աստված ինչ որ բաներ»։ Չէ, ասում է, տեսար, Սամարացու առակը գիտեք, չէ, առակը։ Բա հետո ասում են, բա ինչ անենք, ասում են, գնացեք տես վարվեք։ Էլի բարձր բաներ էին ուզում լսեն երկնքից ինչ որ բաներ, ասեց գնացեք տենց վարվեք։ Էդ է հոգևոր մարդը, էդ է հոգևոր ապրելը, էդ է Քրիստոսում մնալը։ Քրիստոսում, ովքեր որ Քրիստոսումն են, այդպիսի բաներ են անում, այդպիսի վարք ունեն։ Հովհաննես 15-րդ գլուխ։ Հովհաննեսի ավետարան 15-րդ գլուխ։ Եվ կկարդամ ձեզ համար 10-րդ խոսքը։ Եթե մեկը, եթե իմ պատվիրանները պահեք, իմ սերի մեջ կկենաք, ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի եւ կենում եմ նրա սիրո մեջ։ Ինչի մասին, որ մի քիչ առաջ խոսում եք, հա, Հիսուսը ասում էր, հայրը իմ մեջ է։ Ինչի՞ց է երևում, որտեվ հոր գործերն է անում։ Հասկանում եք, եթե Աստծո սերը բնակվում է մեր մեջ, ասում է, եթե իմ պատվիրանները պահեք, իսկ ո՞րն են պատվիրանները։ Հիսուսն ասում է, իմ պատվիրանները ծանրել չեն ախր։ Չեմ ասում գնացեք ես գրավեք այդ ես իմ ինչեր արեք։ Սիրեք իրար։ Կտեսնեն ձեր սերը իրար հանդեպ ու կիմանան, որ իմն եք։ Իսկ սիրելու համար շատ բան պետք չի։ Թե շատ բան է պետք, դժվար է սիրել, չէ, շատերին կա սիրել էլ չի լինում, երեսին նայել չի լինում, որ մնաց սիրենք։ Բայց պետք է սիրենք։ Համենայն դեպս, քո կողքինին, ում հետ որ տալի առնում ես, շփվում ես, ում որ բարև ես տալի, ձեռքն ես բռնում, տեսնում ես ծառայությանը, կամ քո հարևանին, ում հետ որ առնչվում ես, հա։ Էդ է պատվիրանը, էդ է Քրիստոսում բնակվելը, եթե չենք անում, դատապարտվելու ենք։ Որն է Հիսուսի պատվիրանները, ասեցի, հիմնականում լեռան քարոզն եմ ասում, բայց ամբողջ ավետարանում տարբեր գլուխներում լիքը գանձեր կա, լիքը, ուղղակի անսահման գանձեր կան խոսքի, որ կարող են փոխել մեր կյանքը, փոխել մեր վարքը, մեր արժե համակարգը, մենք փոխվենք։ Հիշեք, որ իրականում խոսքը գնում է Քրիստոսում լինելու մասին։ Լավ, գնանք առաջ, արդեն Հովհաննեսի թղթերն ենք գնում, մոտենում ենք ավարտին, սիրելիներս։ Հովհաննեսի առաջի թուղթ։ Երկրորդ գլուխ։ 28 խոսք։ Տեսեք ինչ է ասում, հետաքրքիր խոսք է։ Ասում է, եւ հիմա որդյակներ, կացեք նրանում, որ երբ որ նա հայտնվի, համարձակություն ունենանք եւ չամաչենք նրանից նրա գալստի ժամանակին։ Տեսեք ինչ ասում։ Ասում է, համարձակ լինենք, չամաչենք։ Այսինքն անենք այն ինչ որ ինքը ասել է, որ չամաչենք։ Չխափենք, ասենք անում ենք, բայց երբ որ գա ասի, բա ասում է իր արել եմ, ես ինչ է վիճակդ։ Մի հատ ուղղակի շատ կենցաղային օրինակ բերեմ, ես դահլիճն է, ջեռուցվում է կամ չի ջեռուցվում, ինչ որ տերը տալիս է ինչ որ մեկին, ասում է ես գնում եմ հեռու երկիր, տենց օրինակներ կան Աստվածաշնչում, բայց ես ավելի բան եմ բերում։ Գնամ երկիր, դու տիրություն արա, ինչ որ պետք է ես կանեմ։ Ու մի ամիս հետո ես ով որ պիտի տիրությունը նամակ ուղարկում, գցենք 100,000 դրամ ուղարկի, ջեռուցման փողը պիտի մուծեմ, մի ամիս հետո 200,000 ուղարկի, պիտի աթոռները փոխեմ, 1 միլիոն ուղարկի, պիտի լուսավորությունը փոխեմ ու հա ուղարկում է։ Ու մի օր գալիս է, ու տենում է ոչ լուսն է փոխած, ոչ նստարանները, ոչ էլ ջեռուցում կա։ Հիմա այդ մարդը
կամաչի թե չէ։ Խափելա, չէ, կամաչի։ Հիսուսը ոնց որ տես մի բան ասում, ասում է չլինի, հանգարց իր հայտնության օրումը, ասում է եւ հիմա որդյակներ, կացեք նրանում, որ երբ որ հայտնվի, համարձակություն ունենանք եւ չամաչենք նրանից։ Այսինքն պատկերացրու այդ շաղ ամբողջ փողերը ուղարկմաստ է ու լույսն է փոխում, նստարաններն են փոխում, ջեռուցումն է անում, համարձակություն կունենա, չէ, երբ որ գա Տերը, կասի արի տես ինչ եմ արել, ոնց եմ լուսավոր ես արկել, հասկանում եք։ Ամենակարևոր աշխատանքը Աստծո համար դա դու քո հետ պետք է աշխատես։ Ամենակարևորը օգուտ չկա, որ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես, հասկանում ես։ Եթե կա ամենակարևոր աշխատանք, ես իմ վրա պետք է աշխատեմ։ Դրանից կարևոր բան իմ համար չկա։ Հա, սաղիդ էլ սիրում եմ, բայց կներեք էլի։ Իմ վրա պետք է աշխատեմ ես։ Դուք էլ ձեր վրա պիտի աշխատեք։ Ես կարամ ինչ-որ մի բանով օգնեմ, դու կարաս ինձ օգնես, բայց այն ամենակարևոր բաները ես պետք է անեմ։ Ես պետք է ինձ հնազանդեցնեմ, ես պետք է խոնարհվեմ, ես պետք է սիրեմ, ես պետք է անեմ։ Ես չպետք է պահանջեմ քեզանից, որ դու ինձ սիրես։ Ես պետք է սիրեմ քեզ։ Հասկանում եք, չէ՞։ Որ գա չամաչեմ, ասի Վաղոտ ջան, բա ասում ես սիրում եմ։ Ես ոնց ես վերաբերվեք քույրերին, եղբայրներին։ Էսի սիրո ցուցանիշ չի։ Սա կներեք, սա արհամարանքի ցուցանիշ է։ Որ չամաչենք, որտեվ ինքը գալու է։ Ինքը խոստացել է գալու, ինքը հավատարիմ է։ Իմ նման չի, որ ասեմ կգամ, հետո զանգեմ ասեմ կներես, չեմ կարա գամ։ Չէ, տես բան չկա։ Ինքը ասել է ու գալու է, ինքը իր խոսքի տերն է։ Հասկանում եք։ Գնանք առաջ։ Նորից առաջի Հովհաննես արդեն 3-րդ գլուխ։ 2-րդ խոսքից։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիկ ենք եւ տակավին հայտնված չի, թե ինչպես պետք է լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա հայտնվի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ կա։ Լավ է, չէ՞։ Բա հաջորդ խոսքը։ Եվ ամեն ով որ այս հույսը ունի իրանում, ինչ անում։ Իր անձը սուրբ է պահում։ Հասկանում եք։ Մենակ այդ խոսքով չի ավարտում, էլի պայման կա։ Ովքեր ասում են, այդ դրա հույսը ունեն, որ Հիսուսը պետք է գա ու ես իր նման պետք է լինեմ ու պիտի հափշտակվեմ, հավիտյան իր հետ լինեմ, ասում են, որ լավ ես անում, որ տենց ես մտածում։ Եթե տենց հույս ու նպատակ ունես, ուրեմ, ամեն ով որ այս հույսը ունի իրանում, սրբում է իր անձը, ինչպես որ նա սուրբ է։ Եթե չենք անում այդ բանը, չենք սրբում, սրբությունը այսօր շատ կարևոր բան է։ Այսօր բարգավաճումը այդքան կարևոր չի, ինչքան սրբությունը, վստահեցնում եմ ձեզ։ Իսկ եթե իրականում, երբ որ մենք հույս ունենք, մեր անձերը սուրբ ենք պահում։ Գիտեք ինչքան լավ է, որ մենք արդար ու սուրբ ենք պահում մեզ։ Ինչքան կարևոր է, գիտես, գալիս է բժշկություն, գալիս է գերբնական օծություն, երբ որ ձեռքը դնում ես հիվանդների վրա, նրանք բժշկվում են։ Գիտես, մենք կարդում ենք գրած, ով որ հավատացին, այս նշանները կհետևեն ու գնում դնում ենք, ասում ենք, բախի չեն բժշկվում։ Բայց այդտեղ բաներ կա, պայմաններ կա, պահանջներ կա, եթե դու չես համապատասխանում, չի գործի սիրելիս։ Քրիստոսում մնալը, Քրիստոսի մեջ ապրելը, ինչպես որ Քրիստոսը մեր մեջ է ապրում եւ բնակվում։ Հաջորդը քրիստոնյայի կյանքը պայքար է։ Արդեն շատերը գիտեն ինչի մասին է խոսքը։ Պայքար է։ Պայքարում ես դու քո հետ։
պայքարում ես մեղքի դեմ, պայքարում ես հիվանդության դեմ, պայքարում ես իրավիճակների դեմ, ամեն ինչը պայքարա, հեշտ չի տրվում մեզ այդ բանը, սիրելիս։ Նայեք Աստվածաշնչյան հերոսների կյանքը եւ վերցրեք ձեզ համար sense հիմք, որ բոլոր Աստվածաշնչյան հերոսները, ինչի մասին Եբրայեցիս 11-ում գրված է որպես հերոսներ, տեսեք ինչ կյանք են ապրել։ Տեսեք ինչ ընթացք են ունեցել ու գրված է, որ հավատարիմ են մնացել մինչև իմ մահ։ Ձգտել են, ինչպես որ Հիսուսը Ֆիլիպեցիսում ասում է, չէ՞ դրա մասին, գիտեք այդ տեղը, որ ասում է մինչև իմ մահ, այն էլ խաչի։ Դրա համար, այսինքն էլի պայման կա, տեսեք, շատերը մտածում են, որ Աստված առանց պայմանի կորտնի, բան, մտածում ենք Աստվածը Հայաստանին պահում է, օրհնում է։ Ինչ հիմք ունես տես մտածել, ուզում եմ հասկանամ, էլի։ Հիմք կա Աստվածաշնչյան։ Ես դեմ չեմ, որ պահի պահպանի, մենք բոլորս աղոթում ենք դրա համար, չէ՞, որ Տերը ողորմի Հայաստանը, անգամ երգ կա, մեր եղբայրն էր գրել, Հիսուս Դավթի որդի, ողորմի Հայաստանը մեր, չէ՞, իրականում այսօր ողորմության կարիք կա, ողորմության, ոչ միայն Հայաստանին, մեզ մենք էլ։ Քրիստոնյայի կյանքը պայքար է, ու շատ լուրջ պայքարի մեջ ենք, ու գիտեք, այդ պատերազմում, այդ կռվում շատերը չեն դիմանում, շատերը թողնում գնում են, չեն ուզում իրանց նեղություն տան, չեն ուզում այդ նեղ դռնով անցնեն, որտեվ այդ նեղը է, նեղվածքը է, ճանապարհը, դուռը, որ տանում է փրկության, ու շատերը չեն ուզում իրանց նեղություն տան, տեսել եք մարդ, որ չի ուզում իրան նեղություն տա, քեզի գալի ասում է գիրքդ կտաս կարդամ, տալիս ես հետո մինչև չես հետում բերես չի տալի, գնում բերում ես դու, չի ուզում իրան նեղություն տա, բերի քո գիրքը հասնի քեզ, զանգում ասում է, որ գաս անցի մեր տուն գիրքդ տամ, էդի կարալնի գիրք, չգիտեմ, տարբեր բաներ, մարդիկ կան չեն ուզում իրանց նեղություն տան, քո հետ քո կողքը սեղանին նստած են, ասում են մի հատ լիմոնադ կլցես, լից, չեն ուզում, լուրջ եմ ասում, այդ հասարակ բաներ է, բայց այդ բաների մեջ երևում է, էլի այդ մարդը երևում է, ինչ է շնչում այդ մարդը, մտ ձեռքդ մեկնի լից լիմոնադդ, դու ինձ լից, հասկանում եք, երբ որ տենց բաներ է լինում, դու տեսնում ես, ասում ես Աստված իմ, խիա սենց, չեն ուզում իրանց նեղություն տան, գիտես, եթե էդի չեն ուզում նեղություն տան, բա գիտես կուզենան նեղ դռնով անցնեն, չեն ուզենա, ամեն բան կանեն, թեթևացնեն իրանց կյանքը, ամեն բան կոմֆորտացնեն, քո հաշվին, իմ հաշվին, նրա հաշվին, ամեն բան կանեն, որ իրանք նեղություն չքաշեն, լավ, հալելույա, փառք Աստծո, փառք Աստծո, իմ սիրելի եղբայր, ուզում եմ ամփոփեմ ու ավարտեմ, մենք կարդացինք միտեղ, որտեղ գրված է, որ չկա դատապարտություն նրանց համար, ովքեր որ Հիսուս Քրիստոսումն են, և հետո բացատրում է, ում չկա դատապարտություն, նրանց, ովքեր հոգևորապես են վարվում, ոչ թե մարմնավորապես, և իմացանք, որն է մարմնավոր վարքը, և որն է հոգևոր վարքը, և որն է Քրիստոսում մնալը, ես հորդորում եմ քեզ, կոչ եմ անում իմ սիրելի քույր եղբայր, որ ականջալուր լինես այս խոսքերին, ընդ տեղ կար չկարդացի չհասցրի, ասում է, ինչպես Քրիստոսի ծառա իր խոսքն ենք մենք հասցնում, պետք է Հիսուսն ասեր, ես եմ ասում, նույն բանն եմ ասում, փառք Աստծո։ Սիրելիս, ամեն շաբաթ օր ժամը 12-ին Տիգրան Մեծ 80-1 հասցեում տեղի ունենում արթնության հավաքույթ, եկ և ներկա եղիր։